Միկոյան եղբայրների թանգարանում ստեղծված եռուզեռի առիթը Արտեմ Միկոյանի ծննդյան 110 եւ Անաստաս Միկոյանի ծննդյան 120-ամյակն է։ Դրանից բացի սա իսկական առիթ է հարազատներով նորից հանդիպելու, նշում է թանգարանի տնօրեն Հայկու Շաղբալյանը։ Մեծ հպարտություն եմ ապրում, որ ներկա է մեր բոլոր հարազատները Մոսկվայից, Երևանից։ Այսօր ես հպարտ եմ, որ մեր բոլոր հասարակության բոլոր անդամները ինձ հետ կանգնեցին, միաժամանակ մեր հյուրերին դիմավորեցին։ Նույն ոգևորությունը ես զգացել եմ 2005 թվականին Արտեմ Միկոյանի ծննդյան 100-ամյակին։ Տատիկս միշտ ասում էր, որ իրանք շատ հայավարի մարդիկ են եղել ամբողջ կյանքում, ապրելով Ռուսաստանում, բարձր պաշտոններ վարելով, իրանք գյուղը շատ սիրել, իրանք լեզուն չեն փոխել, միշտ Սանահինի բարբառով են խոսել, մինչև վերջ, ու շատ օգտագործում էին, ասում է, աղջի բառը։ Դաժե նենց, որ Արտեմ Միկոյանի կինը ռուս էր, Զոյ Իվանովնան, ինքը չգիտեր, որ աղջի ինչ է նշանակում, ու բոլորին աղջիով էր դիմում։ Միջոցառման հյուրերը Արտեմ եւ Անաստաս Միկոյանների հուշարձաններին ծաղիկներ դրեցին, հետևեցին ալավերցի երեխաների ելույթներին, ինչից հետո շտապեցին թանգարան, որտեղ պահվող իրերը նրանց առջև բացեցին Միկոյան եղբայրների մասին պատմող շատ ու շատ պատմություններ։ Աշխատանքում խիստ, սակայն կյանքում բարի, պարզ ու հումորի մեծ զգացումով օժտված մարդ էր հայրս, ասում է Արտեմ Միկոյանի որդին Հովանես Միկոյանը, իսկ օդաչու դառնալն ու օդանավեր ստեղծելու գաղափարը նրա մոտ առաջացել է այն ժամանակ, երբ ականատեսն է դարձել գերմանական ռազմական օդանավի վայրեջքին Սանահինում։ Ամենատարածված պատմությունը հորս մասին այն է, որ երբ դեռ երեխա է եղել, նրան վստահել են այծերն արածացնելու գործը, եւ քանի որ նա իր ամբողջ ժամանակը չէր կարող անցկасնել այծերն արածացնելով, նրան սովորեցնում է արոտավայր գնալու ճանապարհն ու այծերը ճիշտ ժամին ճիշտ տեղում էին լինում։ Ահա այդպես է անցել նրա մանկությունը։ Սա խոսում է այն մասին, որ դեռ այն ժամանակ նա ոչ ստանդարտ ձևով է մտածել եւ ամեն րոպե ինչ որ հետաքրքիր բան է հորինել։ Գտնվելով այս գեղեցիկ վայրում ու զգալով այս մաքուր օդը մտածեցինք, որ հենց այսպիսի տեղ էլ կարող էր ծնվել այդքան խելացի ու մտածված մարդը Արտեմ Միկոյանը, նշեց ռուսական օդանավեր ստեղծող ՄԻԳ ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական Միխայել Գլոբենկոն, ով Հայաստանում առաջին անգամ է ու ինչպես ինքն է նշում, միանգամից սիրահարվել է մեր երկրին։ Խորհրդային Միությունը եւ Ռուսաստանը ունեն իրենց երկու գլխավոր զինվորական բրենդը, դրանցից մեկը ԱԿ-ն է, մյուսը ՄԻԳ-ը, որի հեղինակ Արտեմ Միկոյանն է։ Սրանցով մենք հպարտանում ենք։ Միկոյան եղբայրներին նվիրված միջոցառման հյուրերի թվում էր նաև Հայաստանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևը։ Ընդունելությունը հյուպատոսին գոհացրել է ալավերցի փոքրիկների երկնուպարը ուղղակի հիացրել։ Նա նշեց, որ միանշանակ շատ հերոսների պես Արտեմ Միկոյանը եւս հանդիսանում է ռուս եւ հայ բարեկամության խորհրդանիշերից մեկը։ Ռուս-հայկական բարեկամությունը դարերի պատմություն ունի։ Այս երկու երկրներին միավորում է մեր բազմադարյա համատեղ պատմությունը, եւ այն ոչ միայն ծածկված է վարդերով, այլ ձեռք է բերվել արյամբ։ Այդ պատճառով էլ այն դժվար է մոռացության տալ, եւ մենք պետք է այնպես անենք, որ այժմյան սերունդը եւս հարգի մեր միասին անցած ճանապարհը։ Միկոյանների թանգարանում շատերն առաջին անգամ էին ու մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում ու ծանոթանում էին Միկոյան ընտանիքի պատմությանը։ Հավաքվածները ջերմ զրույցներով ու պատմություններով էին կիսվում միմյանց հետ, նվերներ հանձնում թանգարանին։ Այս ամենը կազմակերպելու եւ Միկոյան եղբայրների ընտանիքի անդամներին ու մնացած հյուրերին պատշաճ դիմավորելու համար կազմակերպիչները ջանք չեն խնայել։ Մենք աշխատել ենք շատ ջերմ ընդունելություն կազմակերպենք, հաշվի առնելով, որ մեր հանճարեղ եղբայրների ընտանիքի անդամներն են ներկա լինելու, ՌՍԿ ՄԻԳ գործարանի տնօրենություններ, որոնք համար արդեն դարձել են ավանդական այս կապերը։ Իրենց բարեկամական հանդիպումը տանտերերն ու հյուրերը եզրափակեցին Սանահինի վանական համալիրում։ Լուսինե Փարսադանյան, Արման Տիտանյան, լուրեր։